Տարբեր տարածաշրջաններում դիվանագիտական ներկայացվածության ընդլայնումը Հայաստանի արտգործնախարարության առաջնահերթողություններից է եւ վկայում է Երևանի բալանսավորման, դիվերսիֆիկացման քաղաքականության զարգացման մասին։ Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի խոսքով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը թույլ է տալիս սպասարկել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հռչակված կուրսը։ Դիվանագիտական հարաբերություններ բնականաբար եղել են եւ դրամաբանորեն դիվանագիտական ներկայացուցչություններ, դա կլինի գրասենյակ կամ հենց դեսպանություն, դրանք բացվում են խորհրդանշելու այն ինտենսիվությունը, որ կա հարաբերություններում եւ այն ամբիցիան, որը մենք դնում ենք մեր երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար եւ այս բոլոր դեպքերում ունենք այս պատկերը։ Հայաստանի գլխավոր դիվանագետն ու նրա Լյուքսեմբուրգի պաշտոնակից Քսավիե Բետելը Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում ջերմ շփումներ ունեցան։ Միրզոյանն ու Բետելը մեկ տարի առաջ էին կտրել Լյուքսեմբուրգում Հայաստանի գրասենյակի բացման կարմիր ժապավենը։ 2024-ին Հայաստանը դեսպանություն բացեց Ուրուգվայում, Սերբիայում բացեց դիվանագիտական գրասենյակ։ Դիվանագիտական ներկայացուցչություններ բացելիս Երևանը հաշվի է առնում տվյալ երկրի հետ հարաբերությունների մակարդակն ու հեռանկարները։ Ծոցի համագործակցության կազմակերպության երկրների հետ մենք բավականին մեծ պոտենցիալ ենք տեսնում տնտեսական ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, ինչու՞ չէ նաև ծոցի երկրների կողմից կա մեծ հետաքրքրվածություն Հայաստանի տրանզիտային հնարավորությունների վերաբերյալ եւ սա բերեց այն որոշմանը, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի բացի դեսպանություն Օմանում։ Մենք ներկայացված ենք նաև Քուվեյթում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ Էմիրությունները ըստ էության վերջին 1-2 տարիների ընթացքում համար 1 տնտեսական գործընկերն է դարձել Հայաստանի Հանրապետության, եթե նայենք առևտրաշրջանառության թվերին եւ ունենք նույն հեռանկարները նաև ծոցի այլ երկրների հետ։ Հայաստանն Օմանի սուլթանությունում եւս կունենա դեսպանատուն։ Գործադիրը արտաքին քաղաքական գերատեսչությանը հատկացրեց մոտ 52 միլիոն դրամ։ Ծոցի արաբական երկրներից Օմանի սուլթանության հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը տեսնում է քաղաքական երկխոսության, տնտեսական կապերի զարգացման հսկայական ներուժ։ Նախ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել։ Սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Անդրադառնալով Մասկատում դեսպանություն հիմնելու Երևանի որոշմանը, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետը եւս ընդգծում է, որ այն արաբական աշխարհի առանցքային պետություններից է եւ այդ ուղղությամբ աշխատանքը կարեւոր է մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տրամաբանության մեջ։ Հաշվի առնելով, որ վերջին ժամանակաշրջանում որոշումների կայացման կենտրոնը տեղափոխվել է Մոսկվայից Երևան, անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Հայաստանը այն ուղղություններով, որոնք Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում, ունենա անմիջական շփման հնարավորություն եւ դա հնարավոր է իրականացնել ներկայացուցչությունների միջոցով։ Կան ուղղություններ, որտեղ հնարավորությունները ավելի քիչ են եւ չի ստացվում, ինչպես օրինակ Իսրայելի դեպքում մենք գիտենք, որ 44 օրյա պատերազմի ժամանակաշրջանում եւ դրանից հետո էլ Իսրայելը որոշակի դիրքավորում ունի Հայաստանի նկատմամբ ի օգուտ Ադրբեջանի, բայց այլ ուղղություններով բավական մեծ աշխատանքի հնարավորություն կա։ Վերջին տարիներին Հայաստանը դեսպանություններ է բացել Կատարում, Իսրայելում։ Մայիսի 16-ին Սինգապուրում տեղի ունեցավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Մինչև աշուն կսկսի գործել Հունգարիայում մեր երկրի դեսպանությունը։ Ընթացքում է Կիպրոսում դեսպանության բացումը։ Տարբեր երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայումը փոխնախարարը համարում է կարևոր, բայց ոչ բավարար քայլ։ Երկկողմ օրակարգը ըստ նրա անհրաժեշտ է լրացնել բովանդակությամբ։ Տեղում լինելն օգնում է ձևավորել այդ բովանդակությունը։ Առաջին ձեռքից հասկանալ, որ ուղղություններով է հնարավոր զարգացնել օրակարգերը։ Ունենք մեր պլանները տարբեր ռեզիդենտ դեսպանություններ բացելու հետ կապված, բայց թույլ տվեք նաև նշել, որ կան երկրներ, որոնց հետ աշխատանքը տարիների ընթացքում пассив է եղել եւ այս պահին նաեւ քննարկումներ կան ոչ ռեզիդենտ դեսպանների միջոցով ակտիվացնել։ Խոսքը գնում է մասնավորապես աֆրիկյան մայրցամաքի երկրների մասին։ Գիտեք, որ անդրսահարյան Աֆրիկայում մենք ունենք միայն մեկ դիվանագիտական ներկայացուցչություն Եթովպիայում, բայց հիմա մշակում ենք համապատասխան ռազմավարություն, որ այլ պետություններից մեր դեսպանները որպես ոչ ռեզիդենտ դեսպաններ հավատարմագրվեն աֆրիկյան այլ երկրներում եւ այդտեղ ակտիվացնենք մեր ներկայացվածությունը։
Այն երկրները, որտեղ Հայաստանը դեսպանություններ է բացում, ողջունում են մեր նախաձեռնությունն ու փոխադարձությամբ այստեղ հիմնում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները։ Վերջին շրջանում ավելանում է նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների թիվը։ Հայաստանում դեսպանություն են բացել Կանադան, Կատարը, Բելգիան, Ուրուգվայը։ Կարևոր է համարվում Գորիսում Ֆրանսիայի պատվոհիպատոսի գրասենյակի բացումը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է, որ Բուդապեշտը Երևանում կունենա դեսպանություն, իսկ որոնք են Հայաստանի ակնկալիքները բալանսավորման քաղաքականությունից։ Անվտանգային իրավիճակի դիվերսիֆիկացումը այդ արդյունքներից մեկն է, անկախ նրանից, որ այս պահին մենք գիտենք Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մասին, այնուամենայնիվ ես կարծում եմ կան նաեւ այլ ուղղություններ, որոնցով Հայաստանը աշխատում է եւ աշխատում է շատ ինտենսիվ։ Այս ուղղությամբ դիվերսիֆիկացումը ակնհայտորեն արդյունք է հենց Երևանի կողմից սեփական քաղաքական, արտաքին քաղաքական որոշումները կայացնելու։ Դիվանագիտական ներկայացուցչությունների համար վերջին տարիներին Հայաստանը շենքեր է ձեռք բերել Լոնդոնում, Փարիզում, Բրյուսելում։ Օտարերկրյա պետություններում ընդհանուր դիվանագիտական 64 ներկայացուցչություններից 20 ծառայողական շենքեր Հայաստանի սեփականությունն են, 6-ը նվիրաբերել են բարերարներ, 11 շենք ձեռք է բերվել բյուջեի միջոցներով, եւս 13-ը տարբեր կազմակերպություններից տրված անհատույց օգտագործման, մնացած 31-ը Հայաստանը վարձակալում է։ Շենքերի գնումը խոսում է նրա մասին, որ մենք պատրաստվում ենք ել ավելի մեծ ինտենսիվությամբ աշխատել, ինչպես նախորդիվ նույնպես նշեցի, դրանք բավականին մեծ ծավալ զբաղեցնող շենքեր են, ինչ նշանակում է, որ մենք շատ ավելի մեծ նաև ֆիզիկական հնարավորություններ կունենանք ավելի մեծ թվով դիվանագետներ ուղարկել, այլ գործընկերներ ըստ անհրաժեշտության եւ սա խոսում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքական ժեստ է, Հայաստանի Հանրապետության կամքի մասին ել ավելի զարգացնել եւ խորացնել հարաբերությունները տվյալ պետությունների հետ։ Այս պահին ամբողջությամբ գործում է Լոնդոնում Երևանի դեսպանության շենքը։ Մյուս շենքերը նորոգվում են։ Ամենաուշը 2026 թվականի սկիզբ կգործի Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր հասցեն։ Վարչապետ Փաշինյանը գործընթացի պատշաճ իրականացումը կարևորում է ներդրումն այս ուղղությամբ համարելով նաև պետության ներկայացվածության իմիջի հարց։ Մայա Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Էդգար Դավթյան, Ռուբեն Մնացականյան, Կիրակնորյալ լուրեր։